Երբ կյանքը քեզ տալիս է արև, այն պետք է փոխարինես երաժշտությամբ։ Այսօր մեր բեմում երաժշտության նոր ալիք է։ Rootline Band-ը երիտասարդ, տաղանդավոր ու հումորով լեցուն։ Իսկ երեկոն կվարի մի մարդ, ով նույնիսկ արևի հետ կվիճի, եթե արևը նրան խանգարի երգել։ Դիմավորեք մի արևի կտոր, ինքը արև, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո Երևան, բարի երեկո աշխարհ, եթերում Ներսարի գիշերային շոուն է, եւ այսօր մեր բեմը մենք դարձրել ենք փոքրիկ երաժշտական ակումբ, որտեղ ամեն ինչ կենթանի է երաժշտությունից մինչև մեր բենդի հումորը։ Իսկ գիտեք, ես միշտ մտածել եմ, եթե Երևանն ունենար իր անձնական ձայնային ուղեկիցը, հաստատ ռաբիզով կսկսեր ու ջազով կավարտվեր։ Բայց այսօր մեր բենդում ու բեմում մի տրամադրություն է, որը կարող է երգել ամեն ինչ ռաբիզից մինչև ջազ։ Հիմա ոմանք ասում են, միանգամից մի քանի ոճով երգելը վտանգավոր է, բայց մենք այստեղ ենք ապացուցելու, որ եթե երաժշտությունը հոգուց է գալիս, ուրեմն դրա ձևը կարևոր չէ։ Գիտեք, ես միշտ ասում եմ, լավ բենդը պետք է լինի ինչպես հայկական համեղ ու կոնտրաստային ուտելիքներով լեցուն սեղանը, մեկ աղի, մեկ կծու եւ մեկ էլ մեղրոտ։ Իսկ Rootline Band-ը հենց այդպիսինն է։ Այս երեկո ես բեմում միայնակ չեմ, ու դուք տեսնում եք մեր հրաշք երաժիշտներին։ Հա, նրանցից շատերը մեր Ներսարի բենդի երաժիշտներն են, բայց այսօր նրանք առանձնահատուկ են։ Մենք դեռ կանադառնանք բոլորին, անուն առանուն, ինչպես անում ենք հայկական իսկական քեֆերի ժամանակ։ Իսկ հիմա հասկանանք, թե ինչ կա մեր բարում։ Գնացինք։ Երբ երաժշտությունը հնչում է սրտից, իսկ ձայնալարերը հոգուց պետք է մի բան, որ համահունչ լինի այդ զգացողությանը։ Եվ այդ պահին շողում է Վիենդեմ կոնյակը, հայկական տերուարի եւ ֆրանսիական կոնյակագործության սիմֆոնիան։ Այս ձեռակերտ կոնյակը հնեցված ֆրանսիական 80 եւ 100 տարեկան կաղնեփայտ տակառներում ստեղծվել է Armenia Wine ընկերության կողմից, համադրելով հայկական եւ ֆրանսիական ավանդույթները։ Արդյունքում յուրահատուկ համային եւ բուրային փունջ, որը հիշեցնում է դասական սիմֆոնիան։ Ես սկսեմ լցնել 10 տարեկան Վիենդեմ կոնյակը եւ հիշեք սիրելի հանդիսատես, չափավոր կոնյակը ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար է ձայնալարերի եւ տրամադրության համար։ Եվ այսպես կենացդ երաժշտություն։ Ես այսօրվա իմ հյուրերին պիտի հյուրասիրեմ 10 տարեկան Վիենդեմ կոնյակ։ Եվ այսպես պատմեմ պատմությունը, հնեցված է 10 տարի, ունի 40% ալկոհոլի պարունակություն եւ արտադրվում է Հայաստանում Armenia Wine SPA-ի կողմից։ Իսկ հիմա ուշադիր ես հայտարարում եմ արևը ներսում իմ ամենաջերմեջը, որտեղ պատմելու եմ արեգակնային էներգիայի մասին։ Արեգակին պետք է հեռվից նայել, գայրի եթե շատ մոտենաս։ Այս տողերը մեզ են հասել Չքնաղ երազերգից, որի խոսքերը գրել է Արամայիս Սահակյանը, իսկ երաժշտությունը Առնո Բաբաջանյանը։ Բայց գիտեք, ժամանակները փոխվել են։ Հիմա մենք չենք վախենում արևից, այլ փորձում ենք այն բերել մեր տները, էներգիայի տեսքով։ Եվ այս գործում մեզ օգնում է Ital Solar ընկերությունը։ Ital Solar-ն իսկապես Հայաստանում գործող նորարարական ընկերություն է, արևային վահանակներ, մոնիթորինգի համակարգեր, ֆինանսավորման տարբերակներ, տեխնիկական սպասարկում եւ այս բոլորը մեկ վայրում։ Եվ ամենակարևորը 30 տարվա երաշխիք ամբողջ արևային համակարգի համար։ Սա արդեն իսկ ապացուցում է արևը կարելի է ոչ միայն վայելել, այլև պահել։ Ital Solar-ն ունի ամենապիտանի պրոդուկտը, արևային մարտկոց, ավելի պարզ ասած, ակումուլյատոր, որի շնորհիվ ձեռք կմնաք հոսանքազրկումներից, իսկ եթե տարածքում ամեն դեպքում անջատումներ են, այդ մասին չեք էլ իմանա, եթե հատուկ հավելվածին ծանուցում չստանաք, այն մասին, որ արդեն անցել եք կուտակված էներգիայի օգտագործմանը։ Իդեպ 10 կՎտ հզորությամբ արևային կայանը 5 կՎտ հզորությամբ կուտակիչի հետ միասին կարող եք ձեռք բերել անհավանական գնով 3.6 միլիոն դրամ։ Իսկ դա իսկապես չլսված ու շատ սահմանափակ առաջարկ է։ Զանգահարեք 812 եւ 8 ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Եվ երբ իմացա, որ Ital Solar-ը 30 տարի է երաշխավորում, մտածեցի արևն էլ զարմացած կմնա, ոնց ես ուղղակի լուսավորում եմ, ես մարդիկ լիցքավորում են։ Եթերում Ներսարին է եւ ուրեմն եթե ուզում եք որ արևը ոչ միայն դրսում լինի, այլև ներսում, ընտրեք Ital Solar։ Արևը ներսում, լույսի, ջերմության եւ կյանքի աղբյուր։ Իսկ մենք կհանդիպենք շատ կարճ դադարից հետո։
Բարի երեկո, երեկոն շարունակվում է, բարի ներսում է, ես ինքս էլ շատ բարի եմ ու այս երեկոն էլ լավ տրամադրության մասին է։ Ու չեք էլ պատկերացնի, թե ինչ ուրախ եմ այս արտիստական, նվագախմբային, երաժշտական երեկոյի համար։ Իհարկե մենք վայելում ենք V&M կոնյակ եւ թույլ տվեք ներկայացնել մեր երեկոյի նորահայտ աստղերին։ Եվա Աբրահամյան, Վահե Միքայելյան եւ Անի Սարգսյան։ Բարի գալուստ ներս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք դուք։ Շատ լավ ու շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, ասում եմ ձեզ բարի գալուստ ներս ու երաժշտական մասով մենք կարող ենք վախ չունենալ, վստահ կարող եմ ասել, բայց եկեք մի բան բարձենք։ Մեզ հետ են Rootsline Band-ի երիտասարդ եւ տաղանդավոր անդամները, մի անգամ էլ ներկայացնեմ ու ծափահարենք Եվա Աբրահամյան, Վահե Միքայելյան եւ Անի Սարգսյան։ Բայց ես նաեւ ուզում եմ ներկայացնել բենդի մյուս անդամներին, ձեր ծափահարությունների ներքո կտրից։ Տեխնաշարային գործիքներ Նարեկ Շահինյան, գիտար Ռուբեն Պետրոսյան, փողային գործիքներ Վասիլ Սահակյան, հարվածային գործիքներ Դավիթ Կալամդարյան, Մշինմեն եւ նվագախմբի ղեկավար Rootsline։ Դե ինչ, շնորհակալություն եւս մեկ անգամ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ վստահ եմ, որ այսքան արդեն պատմեցի ձեր մասին ու պետք չի չարաշահել հեռուստադիտողի եւ հանդիսատեսի համբերությունը։ Լսենք մի կատարում ու սկսենք զրույցը։ Գնաց։ Ես փուջուր, յարս փուջուր, արևոտ մերն է, ով կտա մեզ հաց ու ջուր, բարևդ կարն է։ Ես փուջուր, յարս փուջուր, արևոտ մերն է, ով կտա մեզ հաց ու ջուր, բարևդ կարն է։ Արևոտ մերն եմ յարջան, բարևդ կարն եմ յարջան, սիրել եմ կարն եմ, արևոտ մերն եմ յարջան, բարևդ կարն եմ յարջան, սիրել եմ կարն եմ։ Շնորհակալություն, ծափահարենք գեղեցկուի Անին։ Մենք այսօր կունենանք շատ 1 րոպեանոց հատվածներ, հա, որպեսզի հնարավորինս շատ երաժշտական լինենք։ Լավ, սկսենք Եվա, քեզնից։ Սիրելի Եվա, ես հիշում եմ, որ դու երգում էիր The Voice of Armenia-ում ու հետաքրքիր է շատ Հայաստանի ձայնի մասնակցելիս, այն ինչ զգացողություն ունեցար, երբ հասկացար, որ երգդ պտտեց ժյուրիի աթոռները։ Զգացողություններս աննկարագրելի էին, քանի որ այդ ժամանակ դեռ 15-16 տարեկան էի ու դա իմ առաջին մեծ լուրջ պրոյեկտներ ու մրցում էի մեծերի հետ, սպասումներս անսպասելի էր այն ինչ որ կատարվեց, շատ ուրախ էի ու երևի թե այդ փորձառությունը ինձ շատ մեծ ուժ տվեց հետագայում շարունակելու։ Իսկ ամենաէմոցիոնալ մասը ամեն դեպքում քույր լսումներն են, որի դեպքում։ Երևի թե այո, որովհետև չգիտես ինչ կլինի։ Դրանից հետո պատրաստվում ես ամեն դեպքում։ Ընտիր։ Վահե, ես հիշում եմ քեզ երգի թատրոնից եւ հիմա մենք միասին ներսում նստած ենք, պատմիր մի քիչ մեզ քո ճանապարհի մասին։ Իհարկե, մանկությունս անցել է Երգի պետական թատրոնում, Երգի պետական թատրոնի կուլիսներից մինչև բեմ, բեմից մինչև Արցախ հյուրախաղերով, լավագույն տարիները Արթուր Գրիգորյանի հետ, իհարկե։ Այդպես ինձ միշտ այնտեղ եմ հիշում, հիմա էլ թեպետ որ շատ չի պատահում, որ այնտեղ եմ լինում, գնում եմ այնտեղ պարզապես անցնում եմ այդ հոգեհարազատ այդ էմոցիաները զգում եմ ու անցնում եմ այդ հատվածով պարզապես։ Սկսել է Երգի պետական թատրոնից, բայց մինչև Երգի պետական թատրոնը անցել եմ կրթություն եմ ունեցել նաև Արվեսի դպրոցում, Չարենցավանի, Գարզուի անվան, այդպես էր։ Այդպես ու արդեն ավելի մեծ տարիքում բենդ տարբեր ելույթներ, մրցույթներ եւ Rootsline Band։ Այսօր հրաշալի։ Անի, քո ձայնը շատ հզոր է, վստահ եմ, որ հարևան շենքերից երբեմն լսում ես, որ հետդ երգում են փորձ անելու ընթացքում։ Երբ եղավ այն առաջին պահը, որ հասկացար, որ դու պիտի լցնես դահլիճներ վերջ, ես գնում եմ այդ քայլին։ Իրականում ինձ թվում է խոսելուց առաջ երգել եմ, բայց առաջին անգամ երբ համերգ ունեցա, այդ եղավ մենք զորամաս էինք գնացել մեր խմբով ու զորամասում ու այդ էմոցիաները, որ ես ապրեցի, էլ ոչ միտեղ չէի կարողանում գտնել, այն ինչ գտա բեմում։ Ու դրանից հետո արդեն մտածեցի, որ այդ է իմ ուղին ու այդպես շարունակ։ Եւ հարց եմ տալի, որի պատասխանը գիտեմ, եթե պիտի
կատարես ընտրություն պատկերացրու, ռաբիս թե ջազ, որը կընտրես եւ ինչու։ Ինձ թվում է շատ բարձր միանշանակ ջազ։ Ռաբիս։ Չէ, հաստատ։ Չէ, միանշանակ ջազ։ Փորձում եմ ինչքան հնարավոր է խուսափել ռաբիս երաժշտությունից։ Հասկացա, բայց մեր օրերում երևի դեռ անհնար է, չէ։ Շատ դժվար է։ Շատ էր։ Մանավանդ հարսանիքներին Այո, լսելի լինելու համար։ Մշտական թեմա է։ անհնար է խուսափել։ Լսելի լինելու համար Դե պետք պարում ենք, չէ, եւ այդ երևի երգերի չլինի։ տակ, բայց- Դե հա, միանշանակ։ Քեֆերի ժամանակ սիրով։ Հա, բոլորս էլ պարում ենք։ Նենց է, որ իրանք երգում էլ են։ Դե Կարողա շանս կա հիմա զգալու դա թե ունենք այլ մի երգ, որը Այլ մի երգ։ Գնաց Դրանք հաստատ։ գնաց կենասները քիչ քաղցրացնենք։ Սասնագել էր բարակցուղ, հանինա, նինա, նինա, հանինա ես ու դու Յարուկ մունի բուլանուղ, ջանինա, նինա, նինա, ջանինա վառա ես Սասնագել էր բարակցուղ, հանինա, նինա, նինա, հանինա, նինա, նինա, հանինա ես ու դու Յարուկ մունի բուլանուղ, ջանինա, նինա, նինա, ջանինա, նինա, նինա, ջանինա վառա ես Հանիգնա, նիգնա, նիգնա, հանիգնա, նիգնա, նիգնա, հանիգնա, նիգնա, նիգնա, հանինա ես ու դու Ճապարենք Վահեին ու ասենք շնորհակալություն Վահե, կատակ երգեր շատ ես երգել առհասարակ քո կարիերայի ընթացքում։ Իրականում այդ երևի միակա քո նշածներից այդ կատակ երգերը, որ միշտ խուսափել եմ երգեմ, մյուզիկլների ժամանակ եմ երգել, որը տենց համարվել է կատակ երգ, որպես այդպեսին մենակ մյուզիկլների ժամանակ թատրոնում բեմին այդպես որպես ներկայացում Չես նախընտրում։ հա, մեկ անգամ փորձեցինք առաջարկել իրեն, ամեն ձև խուսափեցին։ Այո։ Բայց այդպես կատակ ոչ թե երգ, այլ պարզապես հաղորդում, քանի որ նաև ռադիո հաղորդավար եմ, Եվայի գլխին այդպես սարքեցի, երբ որ Եվան էր իմ հյուրը, ու ինքը համ պատրաստից մի անգամից տեքստը տվեցի Եվային ու ասացի դե կարդա մուլտֆիլմի ձայնով, չնայած որ Եվան նաև Ես լսել եմ իրականում այդ մասին, այսօր երեկոյի ընթացքում գուցե նաև լսենք Եվայի կրկնօրինակումը, բայց ուզում եմ Անեին հարցնել, որն է քեզ համար ավելի հեշտ անի շատ բարձր նոտա վերցնելու պահի պատասխանատվությունը, թե ճիշտ երգել, երգ ընտրելը։ Ճիշտ երգ ընտրելով պահել պատասխանատվությունը բարձր։ Չէ, եթե լուրջ ինձ թվում է ավելի շատ ճիշտ երգ ընտրելը ավելի բարդ է։ Բայց երկուսն էլ պետք է այնպես լինի, որ Առաջնահերթությունն հավասար։ Հիմա դուք շատ երգեր նաև վերցնում եք, մշակում եք ֆրուտլայնի հետ միասին, այնց հետաքրքիր է, երբ cover տարբերակով եք երգում երգը, անպայման պիտի դարձնեք ձերը, մոտեցնեք ձեր էներգիային, թե երգը ոնց կա պահում ենք իր էներգիան ու փորձում ուղղակի երգել մեր ձևով։ Հիմնականում փորձում ենք մեր ձևով դարձնել, կարծում եմ Brooklyn-ը շատ է սիրում գեղեցիկ միքսեր անել։ Այո։ Մենք էլ մեզ համապատասխան ամեն մեկս մեր տեսակն ունի, յուրահատուկ ձևով փորձում ենք երգը ստանալ։ Ամենակարևորը մատուցել այնպես, որ հենց դա քոնն է, այսինքն իրականում կարծում cover-ի հենց իմաստը նա է, որ դու երգը մատուցես այնպես, քանի որ Rootline-ն էլ անում է շատ գեղեցիկ գործիքավորում, անհնար է երգել այնպես, ոնց որ այդ արտիստն է երգել։ Դրա համար ստացվում է շատ գեղեցիկ ստեղծագործություն, ոնց որ նոր լինի, բայց իրականում էլի ենք լսել, էլի այդպես։ Դե լսենք Rootline-ի գեղեցիկ մշակումներից ևս մեկը։ Առաջին սերից թվում է միշտ կապրի, այրելով տողերը կարտասվի, արցունքներ թողնելով Տես որ ես սերը քեզ տալիս եմ հեռանալ Չեմ կարող գալիս են ես քեզ մոտ Գալիս եմ քեզ ասեմ Ես սիրում եմ միայն քեզ Այրվող եմ սիրտը տես Քեզ մոտ գալիս եմ որ ասեմ ես քոն եմ ես Սիրում եմ միայն քեզ Այրվող եմ սիրտը տես Քեզ մոտ գալիս եմ որ ասեմ ես քոն եմ ես Սիրում եմ քեզ Սիրում
Շատ սիրուն էր։ Այս տարբերակից հիմա պետք է ուղարկել Սիրուշային ու Սիրով։ սպասել արձագանքին դրա։ Լավ, շարունակեմ ձեզ տանջել իմ հարցերով մի քիչ։ Եվա մի քիչ պատմիր մեզ ձեր process-ի մասին, ստեղծագործական process-ի, առհասարակ ոնց եք աշխատում, բոլորդ պատմեք, հա, ոնց եք աշխատում, ինչ գրաֆիկ ունեք, արդյոք խիտ է ձեր գրաֆիկը, արդյոք հարութը շատ է ձեզ տանջում։ Եթե Ասենք պատրաստվում արդեն Դեռ քիչ եմ տանջում։ հա, ինձ Շատ քիչ եմ տանջում, բայց վերջերս շատով կլինի։ շատ համբերատար է իրականում հարութը մեր այո, ձեռքը, շատ, բավականին։ որտեվ ես Եվան Անին էլ աշխատում ենք 86 տեղ։ Հա, տարբեր գրաֆիկներով ու վերջերս ելույթներ ունեինք ու բավականին անպատրաստ երգեր ունեինք, այդպես ամեն օր մի քանի ժամով փորձեր էինք անում, այո։ 3 անգամ է եղել այդ փորձերը, մի հատ առավոտ, ցերեկ, Այո, հա։ Ու բայց բարեհաջող ելույթը եղավ։ Ստացվել է։ Ամենակարևորը, որ ստացվում էր հենց փորձի ժամին, ճիշտ է, մի քիչ ուշացումներով, մի քիչ տենց, բայց հասցնում ենք։ Իսկ process-ը ընդհանրապես հարութը երգեր առաջարկում, մենք էլ մեր սիրած երգերն ենք առաջարկում, փորձում ենք համապատասխան ինչ-որ բան ստանալ, եթե կան սպասելիքներ մեզնից, եթե չէ, ուղղակի անում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս։ Իսկ ոնց եք աշխատում, կոմպրոմիսների գնում եք, թե Դե հա, Հարութ ասում ես եմ ուզում, դուք ասում եք ես եմ Չէ, իրականում Չէ, համ հարութն եմ ես լսում, համ մենք իրենք։ Հարութը այդ առումով շատ մեզ ցոր թույլ է տալիս, որ աջակցում է, որ մենք նաև այն երգենք, ինչ մենք սիրում ենք, միայն այն չէ ինչ որ ինքն է սիրում, բայց իրականում մեր ու իր ճաշակները ասենց միքսում ենք, ստեղծում ենք ու ստացվում է Կամ շատ բաներ, որ ինքն էլ չի սիրում, վա։ Դե դա արդեն գիտես երբ այն որ ասեց առիթների ժամանակ Որտեղ եւ ոնց ու երբ կարող են ձեզ լսել մարդիկ։ Դե սպասվում է, նոր տեղեր են սպասվում, բայց դες փակագծերը չեն բացում, քանի որ պրոյեկտը ավելի ենք լայնացնում։ Հասկացա, դեռ աշխատանքային process-ի մեջ եք ու գաղտնիքները չեք ասում ես։ Լավ, Ռուտ, իսկ մտածել ես նոր հիթ ստեղծելու մասին, որը կդառնա հենց այս բենդի այցեքարտը։ Իրականում շատ տարբերակներ ունեմ մշակած, նաև հեղինակայիններ, մի քիչ բարդ է, քանի որ երբ որ մարդիկ շատ են լինում, բոլորի Մի քանի գույներ պիտի կարողանաս ճիշտ հավաքել, հավաքել ու փորձես իրանց կարել։ Երբ որ դա կարում ես, վերջնական արդյունքում նոր ստանում ես ինչ որ պետք է։ Ինչ ունես հենց հիմա մոտդ կարած։ Նաև ունենք բացի հայկականից, ունենք ամերիկյան արտասահմանյան երգեր, որոնք որ վերցնում եմ ու գործիքավորում եմ նոր ձևով։ Շատ գեղեցիկ։ Լսենք ամերիկյաններից մեկը։ Մեկը շատ հայտնի է, որովհետև դա տրենդ է, էսպրեսո գործն է, Սաբրիանայի։ Գնացինք։ Լսենք։ Շատ սիրել եմ Գրեմիի ելույթը Սաբրինային։ Գնաց։ Now he's thinking about me every night. Oh, is it that sweet? I guess so. So you can sleep, baby. I know that's the me espresso. Move it up, down, left, right. Oh, switch it up like a Nintendo. So you can sleep, baby. I know that's the me espresso. I can't relate the desperation. Might give a fuss. Our own vacation, and I got this one. Do it for you. Walked in, a dream came true it for you. Soft skin, I perfume it for you. Think about me every night. Oh, is it that sweet? I guess so. So you can sleep, baby. I know that's the me espresso. Move it up, down, left, right. Oh, switch it up like Nintendo. So you can sleep, baby. I know that's the me espresso. Bravo. Շնորհակալություն։ Այ երեխեք նաև ինձ հետաքրքիր շատ ձեր էմոցիաները, որովհետև մենք արդեն մի քանի կատարում լսեցինք, որոնք շատ տարբեր են իրարից, հա, լրիվ տարբեր մտածողության, տարբեր զգացողությունների երգեր են։ Այ ոնց եք կարողանում երգել այս բոլոր ոճերում ու որտեղ եք ձեզ ամենալավը զգում։ Իրականում դե բնականաբար բոլոր արտիստներն էլ, բոլոր երգիչներն էլ ունեն իրենց ֆավորիտ երգելավ ոճը, երգերը, չէ՞։ Ավելի շատ միանշանակ այն ինչ մեզ հոգեհարազատ է ու իրականում այն ինչ որ այս պահին երգել ենք դեռևս հոգեհարազատ է։ Ես մի քիչ չեմ համաձայն։ Բայց իրականում քանի որ հանդիսատեսը, հա,
իրենք էլ են տարբեր ճաշակների երաժշտություն սիրող մարդիկ, դրա համար չենք կարող երգել միայն մեր սիրած երգերը ու գոհացնել այդպես մեր հանդիսատեսին, մեզ լսողներին, բայց կարծում եմ իհարկե չհաշված Եվայի այս տեքստը, բոլոր այն երգերը, որոնք որ երգում ենք, գրեթե օրինակ իմ այդպես ինձ հոգեհարազատ է կարելի ասել։ Ինձ թվում է բենդի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մենք բազմաժանր ենք։ Բայց եթե ես ասեմ, թե ինձ որն է ավելի շատ դուր գալիս, ինչի մեջ եմ ես ինձ ավելի ազատ եւ լավ զգում, երևի թե pop, soul կամ հայերեն գեղեցիկ մեր երևանյան երգերից այդպես։ Հրաշալի Անի։ Ի տարբերություն ես ժողովրդական երգերից եմ սկսել, ժողովրդական երգերով եմ դեռ մի փոքր շարունակում, այս ամենի իմ համար նոր է, բայց հետաքրքիր է, սիրում եմ փորձություններ հաղթարել, բայց հոգեհարազատ մեկը ժողովրդականն է։ Հա, ունի շատ գեղեցիկ է ժողովրդական երգ։ Միանշանակ։ Շատ։ Մենք սատարում ենք մեկս մեկին ներսես։ Միանշանակ, ու այդ շատ կարևոր է, որ ձեր բենդը նաև կարողանա ներկայանալ բոլոր ոճերում։ Այո։ Ես մի բան ավելացնեմ, իրականում պրոֆեսիոնալ երաժիշտ կամ երգչուհի լինելը դա սկսում է նրանից, երբ որ դու ամեն ինչ կարողանում ես անես ու անկեղծ լինես դրա հետ։ Այսինքն դա քեզանից քո սրտից դուրս եկած լինի։ Ամեն ինչ կարաս անես, ամեն տեսակի ժանր, ամեն տեսակի երգ կարաս երգես, կախված է թե դու ոնց ես դա զգում։ Սա էմոցիաների մասին է երաժշտությունն ու երգը երգելը այս ամենը։ Միանշանակ համաձայն եմ, եւ ինչ նոր էմոցիաներ մեզ կտակ հիմա։ Գտանք հայկական էմոցիաներ գնացինք։ Լոք խոսքերի զուր են, թե նրան դու չես տեսել, նա կարակ ու հուր է, ինձ գերին է իր դարձրել, խելագար իմ սիրտը, առանց նրա սարք չունի, ուզում է որ իմանա լինի, բալա, 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 դղեր կես ինչ բալայա, լա, 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 լայա, բալա, բալայա, դղեր կես ինչ բալայա, լա, 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 Yes, bravo։ Շնորհակալություն Վահեմ։ Խոսենք նաև երգացանկի մասին ավելի մանրամասն, հա։ Հարութը որոշում է կոնկրետ սեթը ոնց պիտի հավաքվի ու մենք սկսում ենք հավաքել սեթը։ Երևի թե ավելի շատ ինքն է դա կազմակերպում։ Մենք կողքից օգնում ենք։ Համերգից մեկ ժամ առաջ օրինակ։ Սեթը հավաքվում է։ Չէ, սեթը ընդհանուր միշտ ունենում ենք, բայց հայկական իրականության մեջ սա սենց է, գալիս ես բեմ կանգնում ես, գնում ես քո երգացանկով, ամեն մեկը մոտիկանում է, մենեջերը, թամադան, ասենք այդ ում ծնունդն է, ինքը գալիս է կանանք սենց, բայց մինչև այդ դու ուրիշ բան ես պայմանավորվել ու տենց սեթը արագ խառնվում է, հա։ Բեմի վրա որոշում ես իրական ճիշտ տեղը սեթի որոշելու, դա բեմի վրա։ Իրականում ամենակարևորը Հարութի աչքերի մեջ նայելն է երգելու ժամանակ, երբ որ դու պտտվում ես ու Հարութը ինչ որ մի բան ասեց ու չես հասկացել ինչա, բայց դու վստահ գնում ես, մեկ էլ մի հատ այնց երգա միանում, որ օրինակ դա 1-2 անգամ ես փորձել, բայց տեսնում ես թե ոնց են բոլորը ապարում, դու էլ իրենց հետ ապարելով երգում ես։ Անի, նշեցիր որ այս ամենը նոր է քեզ համար ոճերի միախառնումը Այ դու ոնց ես քեզ զգում ես ամեն ինչում ու նաև մինչև այստեղ հասնելու մասին մեզ մի քիչ պատմի ես փորձում էի մինչև զրույցը 3 ու նաև տեսա որ չգիտեմ ունեք TikTok-ում վիդեո տեսա որ միլիոնից ավել դիտում ուներ Այդ շատ պատահական է լինում, այդպես հեռախոսը դրեցի, նկարեցի, հենց այս երգը որ երգեցի ու այդպես գնաց 1 միլիոնից ավել դիտում ունեցավ ու օտար երկրից շատ մարդիկ դիտեցին, շատ մարդկանց մոտ էլ նույնիսկ ուրիշ երկրներում բավականին ավելի շատ էջերով ավելի մեծ լսարան ունի այդ երգը, բայց այդ ամեն ինչից զատ իհարկե տարբեր փուլեր եմ անցել, հիմա սովորում եմ կոնսերվատորիայում, մինչև այդ սովորել եմ Սպինդիարովում, այդ դասական վիճակից զատ հիմա իմ համար մի հատ նոր ավելի փորձություն է, որը պետքա պատվով կարողանամ հաղթարեմ ու շատ հետաքրքիր է, ավելի
չգիտեմ, ինձ բացահայտում եմ տարբեր կողմերից, ինչի համար շատ ուրախ եմ։ Ընտիկ։ Ոնց է բայց առհասարակ օգտագործում սոցցանցերը, որտեվ այսօր դա շատ կարևոր նախադրյալ է, չէ՞, ամեն դեպքում։ Այո։ Ես կարծում եմ թերանում եմ դրանում։ Գիտեմ, որ շատ է պետք սոցիալական էջերով զբաղվել, բայց երբեմն զբաղվածությունների մեջ ու խառամտքերի մեջ չեմ կարողանում իրենով ճիշտ զբաղվել, որովհետև եթե ճիշտ ես զբաղվում, սեր չունես հետը, հա, մի քիչ։ Ես գոնե օրը 1 story փորձում եմ տեղադրել, ամենաակտիվը Անին է։ Երևի թե Անին։ Բայց ես վերջում պատահմամբ age-ս բարձրացրեցի ու տեսա, որ 1.100.000 մարդ 30 օրում մտել է մեջ ու ոնց որ մի քիչ պարտավորեցնող է, որ ավելի ակտիվ լինենք, բայց քանի որ մի փոքր բլոգերությունը իրականում իմը չի, մի չեմ կարողանում այդպես շատ ինձ նկարեմ։ Բայց պետք է բլոգերություն անել, ուղղակի ձեր արտիստական ամորյանն է պետք։ Արնեք փորձերը հետաքրքիր կլինեն դրուտլայն, այսու այդ փորձերից շատ վիդեոներ կտեղադրենք։ Անգամ մի հատ բան պատմություն պատմեմ, փորձի ենք գնում, այդ 3 փորձը մի օրվա մեջ որ անում ենք, արագ շում եմ, ասեն շատ արագ, մեկ էլ տենեմ, ասեն Եվան 3-րդ գծով 40-ի տակ անցնում եմ, ասեն անցնում եմ մի 2 minут զանգում եմ, ասում Եվ դու որտե՞ղ ես, ասեն գալիս եմ։ Որ հասկացա որ ինքներ է։ Օրինակ պաշտ բարոյ Եվան 100։ Այդ միակ դեպքից է, որ անջատ։ Գնացիք, լսեք հաջորդ կատարումը։ Ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել, առանց քո սիրո, ջահել սիրտս եմ ես մաշել, ես ուզում եմ որ քո աչքերին նայել, և ուզում եմ որ միայն ինձ մոտ լինես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում երեք օրն անցավ, քո ճամփին եմ ես նայում, երեք օրն անցավ, քո ճամփին եմ ես նայում։ Հրաշալի, շնորհակալություն։ Բայց դու չես գալի։ Այո, սիրով նվիրեցինք քեզ այս կատարումը, սիրելի Եվա, շնորհակալ եմ ձեզ շատ, որ եղաք ներսում, որ պատմեցիք ես հրաշալի նախագծի մասին։ Ձեզ միայն ու միայն հաջողություն եմ մաղթում եւ ձեզ էլ վստահեցնում եմ, սիրելի հեռուստադիտող, որ մոտ ապագայում կտեսնեք այս տաղանդավոր մարդկանց ձեզ շատ մոտ կանգնած։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, սպասում եմ ձեզ նոր աշխատանքներով, նորանոր հաջողություններով։ Ներսում միշտ գրկաբաց, ռուտ, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Մենք քեզ մաղթում ենք անխափան եթեր։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ այս դրական էներգիայի համար եւ այսօր այո մենք ապացուցեցինք, որ երբ երաժշտությունը համադրվում է հումորի հետ, կյանքը դառնում է մի քիչ ավելի ուրախ ու արևոտ։ Շնորհակալություն Rusline Band-ին մեզ երաժշտությամբ ու ժպիտով լցնելու համար։ Մինչ նոր հանդիպում մնացեք լիցքավորված ու լուսավոր։ Սակայն ժամանակն է լսելու եւս մի երգ, որն էլ եզրափակի երեկոն։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ տոնի համար, որն այստեղ ներսում կայացավ։ Սիրելի հանդիսատես, եթե դուք էլ ուզում եք, որ այս ճկնաղ բենդը հայտնվի ձեր կյանքում եւ ձեր խնջույքում, ուրեմն հիշեք նրանց անունները, ձայները եւ իհարկե մենք կօգնենք, որ նրանք լինեն ձեզ հետ։ Իսկ հիմա բարի գիշեր, կհանդիպենք։ Կարմիր ֆստան
Hala hala nino inshallah vor vailate hala hala nino Աղջիկների հարցում է հալա հալա նինո է Աղջիկների հարցում է հալա հալա նինո է Բաղն ինչ է, բաղջան ինչ է Հալա 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 նինո է Բաղն ինչ է, բաղջան